Շուտով հնարավոր կլինի գումարի դիմաց կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, եթե ազգային ժողովն ընդունի կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը։ Նախագծով առաջարկում է ծառայել 1 ամիս և վճարել 24 միլիոն դրամ կամ 4 ամիս վճարելով 18 միլիոն դրամ։ Առաջարկում է նաև, որ Արական սեռի ներկայացուցիչները մինչև 16 տարեկան դառնալը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում պետք է վճարեն 15 միլիոն դրամ։ Նախագիծն արդեն իսկ բուռն քննադատությունների է արժանացել իրավապաշտպանների և քաղաքասարակության կողմից։ ՄԻՊ-ը ևս խնդրահարույց է համարել այն, իսկ ինչ են կարծում քաղաքացիները, Ֆակտը TV-ն փորձել է պարզել հարցումների միջոցով։ Ես կարծում եմ ամեն մարդ պետք է իր պարտքը իր հայրենիքին տա։ Մի տան մեջ եթե 2 հոգի կա, կարելի է զինվոր վերցնել երկրորդին։ Մեծին ոչ, ուջուրին։ Բացեք հին հայկական գրքերը մեջը կա։ Շահնամակը բացեք։ Դուք ձեր տղաներին կազատեիք գումարով ծառայությունից, կրճատեիք ժամկետը։ Եթե մի քանի տղա ունենայի, մեկին չի ազատի։ Միշտ էլ եղել այդ նորություն չի։ Հարուստներինը միշտ մնացել են, աղքատներինը ծառայել են։ Հիմա էլ հիվանդ երեխեքին կտանեն բանակ, ոչ մի տարբերություն։ Ճիշտ ասած, մեր ամբողջ իմ հիշողության մեջ ամբողջ կյանքում էլ միշտ էլ ունեցա եղել, որ այդ գումարի դիմաց ինչ որ մեկը չի ծառայել, բայց ես նաև հասկանում եմ, որ հիմա ալտերնատիվ հնարավորություն կա, որ այդ զինվորները, որոնք ծառայում են, մնում են ծառայության ու դրա դիմաց գումար են ստանում, բավականին գումար են ստանում։ Այսինքն կապտակով շատ ջուր ծայրահեղ բաներ չեմ մտածում, էլի։ Օրենքը բոլորի համար է հավասար։ Այդ ձևա թե չէ։ Ոչ թե գումար ունես, ինչ կուզենաս կանես, գումար չունես, տուժում ես, այդ ձև չի կարելի։ Ապուշություն, դες չի լինում։ Հասարակությունը բաժանել հարուստ աղքատի, ընդհանրապես կապ չունի հայրենիքի պաշտպանության հետ, հարուստությունը փող ունենալը։ Բոլոր տղամարդիկ պետք է ծառայեն եւ պատրաստ լինեն հայրենիքը պաշտպանելու։ Շատ վատ է, շատ։ Կարող է մեկը տանի փողով ազատվի, այն մյուսներ խեղճ ու կրակ գնա սահման։ Ինչ ասեմ։ Պատկերացրեք, ես դիցուկ փող ունեմ, այսինքն դուք ունեք, ես չունեմ։ Արդեն տարբերություն չի դրվում։ Կազատեիք ձեր տղաներին 2 տարվա ծառայությունից այդ տարբերակով։ Գիտեք ոնց է, երեխան են կարմիր նշագիծն է, որ բնականաբար խոսքի ծնողի համար ազատելը ավելի ճիշտ կլիներ, բայց ես չէի ազատի ինչի համար, որովհետև դիցուկ դուք չէիք կարել ազատեիք, իմ հարևանը չէր կարա, թող հավասար լինի, էլի։ Ընդհանրապես ուզում են նենց անել, մեկը սենց տնեց, հարուստը տալիս է փողը, ասում ավելավա պետությանը տան, քանց թե գնա կողմնակի խոսքի զինկոմիսարիատներին, էլի։ Քանի որ մենք նենց երկրում ենք, որ ցավոք սրտի չունենք ընկեր հարևան պետություն, այլ միշտ պատերազմում ենք, չեմ կարծում այդ ընդունվի, որտեղ կանոնավոր բանակի շնորհիվ է, էլի, որ այսօրվացությամբ էլ այսօրով մայիսի 28-ին հանդիպեցինք, որ մենք մեր հանրապետությունը անդադ պահում ենք, չեմ կարծում, որ այդ օրենքը կընդունվի։ Իշխանականների նախագիծն է։ Չգիտեմ, դայք նույնիսկ չգիտեմ իշխանական թե հակաիշխանական է, չեմ կարող ասեմ, քաղաքական ասպարեզում ընդհանրապես չկամ, բայց որ կընդունվի կասկածում եմ։ Ինձ թվում է համ պետք է, համ էլ պետք չի, այնպես որ չեմ կողմնորոշվել, որովհետև սենց տենենց ես գիտեմ, որ մարդիկ այնց փողով ազատվում են, մի ֆակտով փողով տալի ազատվում են, բայց այդ գումարը չի գնում պետությանը, գոնե մի միջոց գտնեն, որ պետությանը իրոք գնա, բայց այդ անհավասարությունը, որ ասում են, իրոք էդի տեղի կունենա ու էդի այդքան լավ չի, մանավանդ այս վիճակում հիմա ոնց որ մենք գտնվում ենք։ Բացի դա ասում եք կարող ես 15 միլիոն վճարել քաղաքացիությունից հրաժարվել եւ չծառայել բանակում առհասարակ։ Լսել եմ, նույն բանն այլ հիմա սա մանիպուլյացիա է, կառավարության մանիպուլյացիան ասա, թե ինչ են ուզում չի։ Ձեր թորնիկը կծառայի բանակում։ Բա ինչ պիտի անի։ Մենք բոլորը, մենք արցախցի ենք, բոլորս էլ ծառայել ենք, բոլոր պատերազմներին մասնակցել ենք։
կոմերցիոն այդ մոմենտը вообще չեմ հասկանում։ Ճիշտն ասած, այդ նոր ձեզնից լսեցի։ Մի անգամից կարամ ասեմ, որ սխալ բան է դա։ Դուք այդ քայլին կդիմեիք հանուն, որ բանակում չծառայեն ձեր տղաները։ Ես չէի դիմի, իմ քաղաքացիությունից հրաժարվել է այդ վերջի բանն այդ քո արմատներից հրաժարվում ես դու ու չգիտես քո հետո երեխաներին կամ թորներին ոնց պետք է դա բացատրես մանավանդ այս վիճակում։ Ամեն օր մի չգիտեմ զարմանալի բան լսում ենք ով էր տեսե փող տան որ չգնան ծառայեն